Խաչիկ Դաշտենց Ռանչպարների կանչը Մաս առաջին Եվ շարան բարձրանում էր վեր մեր բեռնավորված ընկերների չուն Եղիշե Չարենց Ռանչպարների կանչը Մուշ քաղաքի Սուրբ Մարինե թաղում հայոց լեզվի դաս էր Ապարտաս անիր Ռանչպարների կանչը Մատնացույց արեց Մելքոն Վարժապետը վերջին շարքում նստած մի թխադեմ աշակերտի, որ լուսամուտին կպած մտազբաղ նայում էր ձորաթաղի այգիներին։ Աշակերտը կանգնեց։ Բոլորը զույգ էին նստած, իսկ սա մենակ էր։ Կողքի դասընկերը մի տարի առաջ լքել էր դպրոցը, իրեն մենակ թողնելով վերջին նստարանին։ Շաբաթը մեկ անգամ Մելքոն Վարժապետը աշակերտներին կրկնել էր տալիս հայոց այբուբենը։ Աշակերտները պարտավոր էին անգիր ասել բոլոր տառերը, դրանք զուգակցելով հայ շինականների առավոտյան կանչերի հետ։ Այբուբենը սրտելու այս եղանակը Մելքոն Վարժապետն էր մշակել ոտանավորի ձևով, նպատակ ունենալով հայոց գրերի պատկերը և հաջորդական կարգը ամուր դրոշմել իր սաների հիշողության մեջ։ Այնպես պետք է արտասանեին, որ թվար թե առավոտ է, և ռանչպարները իրար ձայն տալով շտապում են դաշտային աշխատանքի։ Այբ, բեն, գեմ, բրդեմ ուտեմ։ Ինչ ուտես, ընդմիջեց Մելքոն Վարժապետը, հոնքերը խոժոռելով։ Թփով կլուլիկ, կարմիր տակտեղով։ Դասարանը փրտկաց։ Լավ բան է մշո թփով կլուլիկ ուտելը, այն էլ կարմիր տակտեղով, բայց դասը լավ սերտելուց հետո, սաստեց Վարժապետը։ Այլապես տեսնում ես վարորդների խուրձը։ Առաջ ուտել, հետո սերտել, պատասխանեց թխադեմ աշակերտը, դժկամությամբ նայելով բարակ վարորդների կապոցին, որը դրված էր անկյունում, կարգապահությունը խախտող և դասը չսովորող աշակերտներին պատժելու համար։ Դու ասա ռանչպարների կանչը, դիմեց պարոն Մելքոնը մի ուրիշ աշակերտի, որ առջևում էր նստած և թվաբանությունից ու մայրենի լեզվից միշտ հինգ ու խաչ էր ստանում։ Խաժաչք, սուր քթով և մազերի խոպոպները ճակատին թափած սասունցի մանուկ էր Սանասարը։ Դասը պատասխանելուց առաջ սա միշտ դիմում էր Մարութասարին, կարծես ուժ առնելու համար։ Յա Մարաթուկ, ասում էր ու դասը պատասխանում։ Ուստի դասարանում նա հայտնի էր նաև Յա Մարաթուկ մականունով։ Սանասարը համարձակ վեր կացավ և Յա Մարաթուկ գոչելով ճակատը բարձր պահած սկսեց. Այբ, բեն, գիմ, ել հովակիմ, դա, եչ, զա, լծիր եզան, ыտ, թո, վեր կաց թաթո, ժե, ինի, լյուն, կապիր քո շուն, խե, ծա, կեն, ուր է հակեն, հո, ձա, ղատ, միհրան, միհրդատ, ճեն, մեն, հի, կգանք հիմի, նու, շա, ո, բրծիր շավո, չա, պե, ջե, ուշ է վաչե, ռա, սե, վև, ծագե ծարև, տյուն, ռե, ցո, մարդ աստծո, վյուն, փյուր, քե, քելե սրքե, և, օ, ֆե, օ, ինչ զով է։ Ապրես Սանասար, դու սաստա, որ գյուղից ես։ Բսանած գավառի, ջրտնիկ գյուղից։ Շատ ապրես, որդիս։ Այ այդպես կսերտեն ռանչպարների կանչը և ոչ թե կլուլիկ ուտելու մասին կմտածեն, նկատեց Մելքոն Վարժապետը և դասամատյանը բաց անելով Սանասարի անվան դիմաց ավելացրեց մի նոր հինգ ու խաչ։ Թեպետ խոսքը վերջին նստարանի աշակերտի մասին էր, բայց նա դարձյալ դրսի աշխարհով այնպես էր կլանված, որ բոլորովին չլսեց իր ուսուցչի ձայնը։ Ներքևում, ձորի մեջ, ինչ-որ բան էր կատարվում,
որ նրան գամել էր լուսամուտին։ Ուշադրությունդ ուրիշ տեղ է, մամիկոն։ Այբ բեն գիմ ել հովակիմ դա եչ զա լծիր եզան։ Բարձրաձայն կրկնեց թխադեմ աշակերտը և լուսամուտը արագությամբ բաց անելով իրեն վայր նետեց այնտեղից։ Վարժապետ, ես գնացի, հնչեց մամիկոնի ձայնը լուսամուտի տակից։ Նա թռավ առաջին տանիքը, այնտեղից երկրորդ տանիքը և մի կտուրից մյուսը անցնելով սլացավ դեպի ձորաթաղի այգիները։ Տարիների ընթացքում մի քանի աշակերտներ զանազան պատճառներով լքել էին ուսումը, բայց նրանցից ոչ մեկը այդպես չէր բաժանվել դպրոցից, այդքան հանդուգն և անթույլատրելի ձևով։ Ձորի մեջ կանացի ճիչեր լսվեցին և դպրոցում պարապմունքը ընդհատվեց։ Հետևյալ օրը շաբաթ էր։ Վարժապետ Մելքոնը վաղ լուսաբացին շտապեց դեպի Սուրբ Մարինե թաղը, իր աշակերտի ծնողներին տեսնելու։ Նրանց տունը շինված էր գետափին։ Հասավ այն ժամանակ, երբ մամիկոնը մի կապոց թևի տակ քայլում էր դեպի այն կամուրջը, որ Սուրբ Մարինե թաղը միացնում էր Կողու թաղին։ Մամիկոն, պատանին կանգ առավ։ Զավակս, երեկվա դեպքը ցնցեց մեր քաղաքը, բայց խոհեմություն չէր այդքան անթույլատրելի ձևով հեռանալ դպրոցից, ռանչպարների դասը կիսատ թողնելով։ Իմ դասը վերջացավ, վարժապետ, ներիր ինձ և թողություն արա ձեռքդ համբուրեմ։ Քահանայի ձեռքդ են համբուրում, ես քահանա չեմ։ Ոչ, թույլ տուր համբուրեմ ձեռքը այն մարդու, որ հայոց այբուբենի մշակն է եղել 30 տարի։ Օրհնյալ լինես դու, Մեսրոպ Մաշտոց, օրհնյալ լինես և դու, Մելքոն վարժապետ։ Որոշել ես գնալ։ Իմ պես պատանին իրավունք չունի այժմ հանգիստ նստել դասի։ Մելքոն վարժապետի աչքում արտասուք երևաց։ Գնա, տղաս, ես քեզ արգելք լինել չեմ կարող։ Ճիշտ է, իմ դասարանը մեկով կպակասի, բայց ժողովրդի համար գործող արաբոների թիվը մեկով կավելանա։ Անցյալ տարի կոփեցի Շեկ Լևոնը գնաց Ամերիկա, այժմ դու ես գնում։ Էլով պիտի լսի Սուրբ Կարապետի ժառանգավորած վարժարանի շրջանավարտ Մելքոն վարժապետի դասը։ Ով պիտի անգիր անի ռանչպարների կանչը։ Գոնե այնքան սովորեիր, որ կարողանայիր Նարեկը և Ռաֆուխենթը կարդալ։ Իմ սովորածը ինձ բավ է, Մելքոն վարժապետ։ Շարժում է ինձ պետք, լեռների կյանք եմ փնտրում։ Ես մեկ էլ քեզ մոտ կգամ այն ժամանակ, երբ ռանչպարների կանչը իրական դառնա, և հայ շինականները առանց երկյուղի գնան գործի։ Տա Աստված, որ քեզ ողջության մեջ տեսնեմ վերադարձիս։ Գնա, որդիս, և Աստված քեզ հետ։ Մինչև Ցորյանի հատիկ չմեռնի, հունձք չկա, և եթե քո մեջ հավատք ունես մանանեխի հատիկի չափ, լեռը կշարժես։ Մելքոն վարժապետը հնամաշ վերարկուն թիկունքին ուղղելով, թանձր ծխելով ետ դարձավ, իսկ մամիկոնը առաջ ընթացավ քթի տակ դանդաղ երգելով. Թե հայրենյաց պսակադիր, գոխնի քնարք լռել են, երկնուց թող գան անմահ հոգիք, հայոց քաջեր պսակել։ Փրե կամուրջով անցնելիս մամիկոնը տեսավ իր դաստիարակներից մեկին, որ գետափին կռացած լվացվում էր պաղ ջրով։ Հայոց պատմության ուսուցիչ պարոն Սենեքերիմն էր, որ ամեն առավոտ իջնում էր ձորը գետակի ջրով թարմանալու։ Նրա տեսքը մռայլ էր։
Պարոն Սենեքերիմը իր աշակերտին չնկատեց, այլապես կարող էր կանգնեցնել նրան և հարցնել, թե որոնք են Հայաստանի գավառները։ Մամիկոնը գնում էր ոտքով չափելու այդ գավառների լայնքը և նրանց լեռների վրա սրտելու ռանչպարների կանչը։ Բդե Մաս առաջին Բայց ես պետք է մտնեմ բդեի մոտ։ Նա իմ քեռին է։ Ես ինչպես կարող եմ քաղաքից հեռանալ, առանց քեռի բդեի օրհնությունն առնելու։ Փույթ չէ, թե քեռիս խեցիների վաճառական է։ Բայց նա այժմ մի շատ օգտակար գործով է զբաղված։ Նա սկսել է գրել Մուշ քաղաքի պատմությունը և այն էլ երկաթագիր տառերով, որով դժվարանում է գրել նույնիսկ Սուրբ Կարապետի ժառանգավորած դպրոցի շրջանավարտ Մելքոն վարժապետը։ Բդեն նստած գրում էր ձեթի ճրագի տակ, երբ ես անաղմուկ մտնելով կանգնեցի նրա թիկունքին։ Նա վերջին անգամ գրիչը թաթախեց սև մելանի մեջ, շարադրեց ևս մի պարբերություն և հիշատակարանը ձեռքը վերցնելով բարձրաձայն կարդաց. Մուտք Կարմիր իրիցու տների բուն կենտրոնը եղել է Խութ Բռնաշեն գավառակի Արծվիկ գյուղը, որ կոչվել է նաև Կրպնիկ Արծվիկ։ Տոհմի հիմնադիրը եղել է կարմիր մորուսով մի երեց, որ ունեցել է 40 զավակ։ Այդ տան մի ճյուղը Արծվիկից տարածվել է Մոտկան, Մոտկանից Մուշ, Մշուց շրջակա մի քանի գյուղեր։ Դրանք կարմրահեր, կապուտաչյա հայեր էին, աշխատասեր և քաջ, բարությամբ անսահման, ազնվությամբ անբաղդատելի։ Կարմիր երեցը ունեցել է Կոճղեզ անունով մի թռչնագիր ավետարան, որ այժմ կորած է համարվում։ Այդ գրքի վրա հին հայերը երդվել էին։ Խութ Բռնաշենի սահմանների վրա, Սուրբ Աղբերիկ վանքից ոչ շատ հեռու, գտնվում էր կարմիր իրիցու գյուղերից մեկը, վերին Շնիստը։ Շնիստի գյուղապետն էր տանուտեր Գասպարը։ Ռես Գասպարը իր որդի Բդեին Բաղդասար 1715 թվականին ուղարկում է Գոմաց վանքը գրել֊կարդալ սովորելու։ Նոր վայրում դպրոցն ավարտելով և Սոլկարի արհեստին հետևելով, Բդեն դառնում է նշանավոր արհեստավոր։ Բդեի թոռը Բդե-բն 1825 թվականին իր հոր հետ Գոմաց վանքից տեղափոխվում և հաստատվում է Դաշտի Խասգյուղ բնակավայրը, որ Մուշից ոտքով կես օրվա ճամփա է։ Բդե-բն Խասգյուղի մեջ ունեցավ 4 զավակ։ Ավագ զավակի անունը Գասպար էր։ Սրանք փոխանակ իրենց հորենական Սոլկարի արհեստը բանեցնելու սկսեցին զբաղվել խեցեգործությամբ և իրենց ձեռնարկը ընդարձակելով հաստատվեցին Մուշ քաղաքում։ Գասպարն էր, որ 1862 թվականին առաջին անգամ խեցիների խանութ բաց արեց Մշո մեջ։ Նա ունեցավ 4 արու զավակ։ Այս հուշեր գրողը ես եմ, Բդե Միսակը, կարմիր իրիցու տներից, երկրորդ որդին Գասպարի։ Մեր տունը շինված է Մշո ձորաթաղի մեջ, որի կռնակը Կուրտիկ լեռն է։ Մեր տան առջևով քաղաքի գետակն է գլորվում, երբեմն գազազած քանդելով իր վրայի կամուրջները։ Մեր տան ետևը աղբյուր կա և քաղաքում հայտնի է Պաղորակ անունով։ Ինչպես շատ մշեցիք, այնպես էլ ես այդ աղբյուրի կենսատու ջրով եմ սնած ու մեծացած։ Իմ պապը Բդե-բն տեսավ իր զավակների հալածվելը
և տառապանքը Օսմանյան բանտերի մեջ ու վշտից մեռավ 1835 թվականին, թաղվելով Ձորաթաղի գերեզմանատանը։ Նա էր, որ ինձ իր ծնկներին նստեցնելով սովորեցրեց հայոց երկաթագրերը, ու ես Տարոն աշխարհի հիշատակարանն եմ գրում պապիս սովորեցրած գրերով։ Գրում եմ անցյալ ժամանակով, քանզի հիշատակարանը գալոց սերունդների համար է, երբ ես էլ մեռած կլինեմ, ինչպես վաղուց մեռած են Բդե Գերդաստանի բոլոր մեծերը Վերին Շնիստում, Խասկյուղում և Մուշ քաղաքում։ Գրում եմ դեպք առ դեպք, քառածալ թղթի վրա, ընկույզի կեղևից շինած մելանով, ականջս մշո գետակի աղմկահույզ շառաչին, որ զոր ու գիշեր անլռելի հնչում է մեր տան մոտով։ Աստված, դու նախ մեր ազգի բոլոր զավակներին տիրություն արա, հետո իմ երկու զավակներին ու եղբայրներիս, և մանավանդ իմ սիրասուն եղբայր Վաղարշակին, որ բնակիչն է Խասկյուղի, և հավիտյան խնկելի հիշատակով պահիր մեր քաղաքի երևելի մարդոց, մեր Կոտո Հակոբին, մեր Մելքոն Վարժապետին և Մշո ու Սասնո աշխարհի մեր աննման ժողովրդի մեծերին ու փոքրերին։ Տեր ամենակարող, սատարիր ինձ, որ ավարտեմ հիշատակարանը Տարոնա, և մեղքերիս թողություն տուր, որ ավուր դատաստանին սևերես չգամ քովդ։ Մեղա քարբերնիս։ Հիշատակարան Տարոնը Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի գավառներից մեկն է, այժմյան Մշո դաշտը, որի կենտրոնն է Մուշ։ Մշո հարավում Սասունն է։ Հայ իշխանության օրերին Սասունի բնակչությունը բաղկացած էր բացառապես հայերից, որոնք կոչվում էին լեռնցի։ Այդպես է հավաստում Զենոբ Գլակը։ Ժ և Ժ դարերում քրդական վաճկատուն ցեղերը հարավից գաղթելով և հայերի հետ շփման մեջ մտնելով, հետզհետե թափանցեցին Սասնո-Բսանք, Խիանք և Գաբլճոզ գավառակների մեջ։ Օսմանցին մի օրենք ուներ. եթե մեկը 10 տարի օգտագործում էր մի արոտավայր, այդ արոտավայրը կամ կալվածքը այլևս դառնում էր նրա սեփականությունը։ Այսպիսով, վերոհիշյալ գավառակներում լեռնցի հայերի բոլոր արոտավայրերը, որտեղ քուրդ աղաները իրենց անասուններին էին արածեցրել, մի քանի ամառվա ընթացքում անցան քրդերի ձեռքը։ Այդ գավառակները ոչ միայն խլվեցին իրենց տերերից, այլև հայ գյուղացիները խաֆիր, ճորթ դարձան այդ հողերի վրա։ Նրանք պարտավոր էին շաբաթվա մեջ մի քանի օր ձրի աշխատել քուրդ աղայի համար և նրան խաֆիրության տուրք վճարել, մինչև անգամ քուրդ աղաները իրենց ճորթ հայերին կամ հայերով բնակեցված գյուղերը սկսեցին ծախել կամ նվիրել միմյանց, իբրև ինչք կամ ստացվածք։ Այս վիճակին ենթարկվեցին ոչ միայն Խիանքի, Բսանքի և Գաբլճոզի գավառակները, այլև նրանց հարևան շրջանները, Խութ Բռնաշենը և Մոտկանը։ Հարստահարությունը այնպիսի ահռելի չափեր ընդունեց, որ այդ վայրերի հայ բնակիչները մեծ մասամբ կարմիր իրիցու տներից լքեցին իրենց տունը և իրենց լեռներից իջան Մշո դաշտ, շարժվելով դեպի Խնուս, Բուլանուխ և Ալաշկերտ։ Մշո դաշտի մի շարք գյուղեր Սասունի և Խութի նախկին բնակիչներից են կազմված։ Մոքսի և Վանի շատախի բնակիչները հին սասունցիներ են։ Խաֆիրության տուրքը այնպիսի խոր արմատներ էր ձգել քրդերի մեջ, իբրև իրենց արդար իրավունք, որ որևէ քուրդ ոտքով 2 օրվա ճամփա կտրելով Սասնո կամ Խութա լեռներից իջնում էր Մշո դաշտ,
գտնում էր իր նախկին հպատակ հային, 1-2 օր հյուր էր լինում այդ հայի տանը և հաջորդ օրը, գանձելով իր տուրքը, ամենաքիչը մի զույգ տրեղ կամ գուլպա, վերադառնում էր տուն։ Անձամբ հիշում եմ, մենք Խութ Բռնաշենի քրդական աշիրեթապետությանը պատկանելով, որովհետև Կարմիր իրիցու տան մեր նախնիքները ապրած են եղել վերին շնիստում։ Մեր Միրզա աղան 1884 թվականին եկավ Խասգյուղ և իբրև խաֆիրության տուրք իմ հորից ստացավ մի ձեռք հագուստի կերպաս, կտորն էլ հորս դրամով կարել տվեց և հագնելով վերադարձավ Խութ։ Մինչև 1880 թվականները Տարոնի և Սաստո գործերը կառավարում էին քուրդ բեկերը և Օսման փաշաները։ Թուրք փաշաները հայերին ստիպում էին իսլամանալ։ Երբ հայը մերժում էր, նրան հազար ու մի ձևով չարչարում էին, սպանում էին։ Այդ շրջանի զոհերից բավական է հիշել կոշկակար Սարուխանին, սպանված Բաղեշում 1631 թվականին, 15-ամյա պատանի Նիկողոսին, սպանված Դիարբեքիրում 1642 թվականին, 20-ամյա փականագործ Խաչատուրին, սպանված նույն քաղաքում 1652 թվականին, վարպետ Գրիգորին, սպանված Մուշում 1676 թվականին, Վարսավիր Դավթին, սպանված 1677 թվականին։ Օսմանյան վերջին կառավարողներից մեկը Չփլախ Շեյխն էր։ Այս բռնակալը երկար իշխեց Տարոնում, կողոպտեց, գերեվարեց և զնդանների մեջ տանջեց հայ գյուղացիներին։ Նրա օրոք հայկական հողերին տիրացած թուրք և քուրդ աղաները ասում էին. «Գյավուրներ, ձեր աղան էլ մենք ենք, ձեր բեկն էլ մենք ենք, ձեր աստվածն էլ մենք ենք»։ Հայերը որոշեցին վերջ տալ այս հրեշին։ Շեյխի համար դհոլ և զուռնա նվագող երկու հայ փողփուչ մի գաղտնի անցք փորեցին շեյխի քյոշկի տակ, և մի գիշեր, երբ շեյխը քնած էր, նրանք իրենց դհոլը վառոդով լցրին, պատրույգը վառեցին, և քյոշկը բռնակալի հետ բարձրացավ օդ։ Չփլախին հաջորդեց Ալադին֊փաշան։ Ալադինի տունը հաճախ ըմբոստ դիրք էր բռնած Օսման կայսրության դեմ։ Այս փաշայի օրոք Խութի մեջ տիրում էր Միրզաբեկի աշիրեթը, որ մի ճյուղն էր Ալադին֊փաշայի։ Այդ աշիրեթը հայտնի էր նաև Յոթ թամբերի տուն անունով։ Միրզաբեկի թոռներից մեկը՝ Մուսան, բազում չարագործություններ կատարեց Մշո դաշտում։ Նա իրավունք ուներ կողոպտել, սպանել իրան ենթակա գյուղերի շինականներին և նույնիսկ ամբողջ գյուղը վաճառել մեկ ուրիշի, իբրև ժառանգական իրավունք։ Մուսա բեկը բռնեց իր պատկանյալ Արգավանք գյուղի ռես Օհանին, որ ընդդիմացել էր իր դեմ, և բուխարիկի մեջ դնելով ողջ այրեց։ Մաս երկրորդ 1889 թվականին նա 20 ձիավորով և անհամար չեթեներով գիշերով հարձակվեց Մշո դաշտի Խարս գյուղի վրա և գեղեցկուհի Գյուլիզարին առևանգելով փախցրեց Խութասարի տախտակներ, իր քյոշկը։ Ուրիշ աշիրետներ էլ կային։ Խիանքում տիրում էր Խիանքի քրդական աշիրեթը, որի առաջնորդն էր Սլեման աղան, քոռ Սլո։ Հայտնի էր նաև Սասունի աշիրեթը, որի աշիրեթապետն էր Բալաքսի Խալիլ աղան։ Մոտկանում և Խութում իշխում էր Շեկո տան աշիրեթը։ Այս աշիրեթի քրդերի մի մասը Շիկամորուս էին և կապուտաչյա։ Նրանք ասում էին, որ առաջ իրենք հայ են եղել և մի ճյուղն են Կարմիր իրիցու տան հին հայերի։
Երբ աչքս բացի և գիտակցության եկա, ես Սասունի և Մշո դաշտի հայ իրականությունը տեսա հետևյալ վիճակում. մեկ գերդաստանին պատկանող անձինք բնակություն էին հաստատված մեկ գյուղի մեջ։ Գերդաստանի նահապետը միաժամանակ և գյուղի կառավարիչն էր, ռեսը, որի որոշումները պարտադիր էին բոլորի համար։ Մեծ ընտանիք ունեցողը մեծ պատիվ ու հարգանք էր վայելում։ 20-ից մինչև 40 և ավելի անձեր մի տան մեջ ապրելը ընդունված կարգ էր։ Սեմալ գյուղի Մարտոյի տունը, օրինակ, 64 անձ էր։ Մինչև խոր ծերության հասնելը Մարտոն կառավարեց իր տնտեսությունը և ամբողջ գյուղը։ Երբ ծերացավ, նրան փոխարինեց իր որդի Գորգեն, որն ինչպես Մարտոն դարձավ այդ գյուղի ռեսը։ Երկրագործի աշխատանքը սուրբ էր։ Երբ ընտանիքի նահապետը կամ աշխատող ձեռքը դաշտից տուն էր մտնում, ամբողջ գերդաստանը, մեծ թե փոքր, ոտքի էր ելնում, իբրև հարգանք հողի աշխատավորին։ Հարսանիքին մասնակցում էր ամբողջ համայնքը։ Ամենապատվավորը այն տան պսակն էր, որի հարսանիքին 7 սրինգ էր պայթել փոխնեփոխ փչելով։ Համայնքի անդամներից որևէ մեկի տունը այրվելիս կամ հուսինից ու հեղեղից քանդվելիս, ամբողջ գյուղը միանում էր և նրա համար նոր տուն էր շինում։ Չքավորին օգնում էին։ Մեկը մի կտոր վարելահող էր տալիս, մյուսը լցկան, երրորդը սերմացու, չորրորդը մի կով, հինգերորդը 1-2 այծ կամ ոչխար։ Ընդհանուր աղետի կամ հարձակման ենթարկվելու դեպքում գյուղապետը կամ գյուղի իշխանը հրացան էր կրակում, կամ մեկնումեկը մի քարափի կանգնած հարա էր կանչում, և ամբողջ գյուղը զինյալ ու անզեն մի ակնթարթում ոտքի էր։ Սաստո մեջ Գելի կամ Գելիեգուզան գյուղի կառավարիչն էր Պետոյի տունը, Շենիքի մեջ իշխան Գրքոյի տունը, Սեմալի մեջ Քյաթիփ Մանուկի և Մարտոյի տները։ Տալվորիկի մեջ նշանավոր էին իշխան Մակարը, Համզեն և Թաթարը։ Տակավին 30 տարի առաջ արծվիկ Տարոնոյի մեջ գրված է Մուշի և Մշեցու մասին։ Երանի մրջունին և արոս թռչունին։ Մեկը իր կուտը կուտե, մյուսը իր սիրեկան ամուսինը իր հետ կպահե։ Երանի Սարեկին, որ իր ձագերը իր ածածեն կծնե և իր փեթրիկներով զանոնք կծվարե, իր բնավորությունն ու լեզուն անոնց կուսուցանե և ազատ կթռցուցանե։ Մշեցի հայը, քան զանոնք շատ թշվառ է, նա սուլթանի ճորտն է և աղայի գերին։ Ծեծ, ոսկորները փշրելու չափ, ստրկություն գերությունից վատ։ Օ, այն դաշտի մեջ գլգլացող աղբյուրը, որ մե ինքը ջուր կխմե, այն արտիկը, որու մեջ քրտնաթաթախ և արևակեզ ինքը վար կվարե և հունձ կհնձե, այն եզնիկը, որ իր ձեռքով կփայփայե, ասոնցմե և ոչ մեկը ալ իրեն չի մնար։ Մուշը մշավ, Տարոնը տարան, անոր բնակիչները հետզհետե փախան, շատերը անօթութենե մեռան։ Վերջին գուժաբերին կսպասեինք, որ գա և գուժե, թե ահա Տարոն տունը ամբողջը փլավ, և յուր որդիք տակը մնալով ողջ մտան գերեզման։ Բայց բարեբախտաբար վերջին գուժաբերը չեկավ։ Նրա փոխարեն ազգային զարթոնքի համբավաբերը եկավ։ Ազատության կոչնակներ հնչեցին և տառապած մշեցին զարթնեց։ Այդպիսի մի փորձ եղել էր դեռևս Սուրբ Կարապետի վանահայր Հովնանի օրոք։ Արտասովոր տարազով և անգլիական զենքով
Մեր երկիրն էր եկել Հովսեփ Էմին անունով մի նշանավոր պարսկահայ։ Նա Հալեպի վրայով բարձրացել էր Տարոն։ Խնուսի մեջ եղած միջոցին շատ հայ ռանչպարներ են հավաքվել նրա շուրջը։ Էմինը Մովսես Խորենացու հայոց պատմությունը նրանց առաջ պարզելով գոչել է. «Ինչու եք դուք այսպես գերի մնացած, իսկ բեկերն ու աղաները այսպես զինված և իշխող ձեր աշխարհի վրա»։ Գյուղի քահանան, Աստվածաշունչը ձեռքը բռնած, վճռաբար առաջ գալով նրան պատասխանել է. «Մեր գյուղի և Տարոն աշխարհի պատվական հյուր, դու գալիս ես մի աշխարհից, որ մեզ անհայտ է, ինչպես որ դու չես ճանաչում մեր աշխարհը, որի մասին խոսում ես։ Մեր պատվական հայ զավակ, Սուրբ Աստվածաշնչի մեջ գրված է, թե 666 տարի հետո մեկը պիտի գա ու ազատե մեզ Օսման բռնակալությունից։ Դու ըստ երևույթին այդ մեկը չես, վասնզի շատ կանուխ ես եկել։ Գնա այն երկիրը, որտեղից շնորհ ես բերել»։ Եվ Հովսեփ Էմինը, զգալով, որ ինքը իսկապես շատ կանուխ է եկել, հին Բայազեդի վրայով խնուսից մեկնել է Էջմիածին։ Տարոնի ուժգին զարթոնքի կոչնակը հնչեց Հովսեփ Էմինից 100 տարի հետո։ Այդ տարիներին Մուշում հայ կուսակցություններ չկային։ Կար մի միություն, Վարդան անունով, որի նպատակն էր ազատագրել Տարոնի ժողովուրդը սուլթանի և թուրք փաշաների բռնակալությունից։ Ամեն ճնշված հայ գյուղացի և արհեստավոր, որ զենք էր վերցնում սուլթանի դեմ կռվելու, Վարդան միության անդամ էր։ 1879 թվականին Մուշ քաղաքում հիմնադրվեց Միացյալ Ընկերության վարժարան, որ կոչվեց Կեդրոնական։ Մշո մեջ սկսվեց շինվել նաև մի վարժարան հայ օրիորդների համար։ Հայերի այս կրթական շարժումը գրգռեց սուլթանի պաշտոնյաների և քուրդ բեկերի նախանձը։ Շուկայից անցած պահերին, երբ Կեդրոնականի սաները իրենց թևերը համարձակ շարժելով երգում էին «Ո՞րն է աշխարհ Հայաստան», Մշո գաղտնի ոստիկանության պետ Հյուստի Էֆենդին առանձին աշխուժությամբ դիտում էր նրանց երթը, ասելով, թե հայերը անկախության են ձգտում։ Եվ շուտով կատարվեց անսպասելին։ 3 օր առաջ սուլթանի ժանդարմանները Սաստո լեռների մեջ ձերբակալել էին Միհրան անունով մի շրջիկ քարոզչի և բերել Մուշ։ Միհրանը առաջին գործիչն էր Տարոնում։ Անձամբ տեսա, թե ինչպես երկու կարգ ոստիկանների շարքի միջով քայլում էր Միհրանը սասունցու տարազով, ոտքերը բոբիկ, գլուխը դրած ճերմակ արախչի, գրեթե կիսաբաց, սիգապանծորեն վեր բռնած, գրեթե ծիծաղերես։ Քաղաքի փողոցների երկու կողմերը բռնված էին մեծ բազմությամբ։ Միհրանին ներս բերին և այդ բազմության միջով ուղղակի վեր կառավարչի ներկայությանը հանեցին։ Իսկ երեք ըմբոստ քարոզչին կառավարչությունից հանելով իմ դռան առջևով տարան բաղեշ։ Իր հեծած ձիու վրա ոտքերը կապած լինելով, ոստիկաններից մեկի ձիու աքացու հարվածից իր մեկ ոտքը ջախջախված էր, և այդ ջախջախված ոտքով էլ նրան բաղեշի բանտը տարան։ Քարոզչին ձերբակալելու հաջողությունից քաջալերված, Հյուստի Էֆենդու ազդանշանով մի քանի տաքգլուխ երիտասարդներ փորկանց աղբյուրի վրա հայ օրիորդների կժերը կոտրեցին։ Ձորաթաղի մեջ կանացի ճիչեր լսվեցին։ Մավի անունով մի չերքեզ աղջիկ, միակ չերքեզուհին մեր ամբողջ քաղաքում, որ նույնպես ջրի հերթի էր կանգնած, հայ կանանց հետ հարձակվեց ոստիկանների վրա և ստացավ դաշույնի 2 հարված։
Նա մեռավ, քեռի, օժտիր, որ գնամ, գոչեցի ես, բդեի թիկունքից առաջ գալով և ինձ նետելով նրա ծնկներին։ Ո՞վ մեռավ, շփոթահար հարցրեց քեռիս, իմ ներկայությունից անակնկալի եկած։ Մավին մեռավ, Մանասկերտի սարերում տեսած այն աղջիկը, որ սիրում էր ինձ, և մեր գաղթի հանդիպումների ժամանակ նվիրել էր ինձ մի դաշույն, օժտիր, որ գնամ։ Դեպի ուր, գոչեց բդեն, հիշատակարանը ձեռքին ոտքի կանգնելով։ Ուր որ բախտը և պարտքը կառաջնորդեն։ Օրհնյալ լինես, զարմիկ, և Աստված քեզ հետ, հուզված ասաց նա, հուշամատյանը ձեռքի հետ իմ գլխին իջեցնելով։ Բդեի մոտից դուրս գալով, ես քայլերս ուղղեցի դեպի պաղորակ աղբյուրը։ Երկար նայեցի նրա ծորակի վճիտ ջրին և կռանալով խմեցի։ Ապա շարժվեցի դեպի գետափի կանաչ բարդիները։ Մշո գետակը շառաչելով թավալվում էր իմ ոտքերի տակով։ Ախ, այդ գետակը, այդ բարձրագոչ ու մաքրամաքուր վտակն հայրենի։ Նա հարավից էր գալիս և գնում դեպի հյուսիս, ձորաթաղը երկու մասի բաժանած։ Ինչքան կամուրջներ էր քանդել նա, երբ գիժ էր, մանավանդ գարնանը հորդանալիս։ Հալչում էին Սիմ լեռան և ծիրն կատարի ձյուները, և գետակ տիրափերից ելած որոտալով անցնում էր քաղաքի միջով։ Ուր էր գնում, չգիտեմ։ Կեսօրին Փրե կամուրջի մոտ լողանալու կգան իմ խաղընկերները՝ Ճիրոն, Պստիկ Արամը և Շահկա Արոն, ու ինձ այլևս այդ գետակի մոտ չեն տեսնի, ոչ էլ իմ շորերը կգտնեն նրա երկնասլաց բարդիների տակ։ Հայրենի քաղաքիս գետակը վերջին անգամ փայլեց աչքերիս մեջ և անհետացավ քեռի բդեի ապարանքի ետևում։ Սամիրով ճաշ։ Քաղաքից հեռանալով ես բռնեցի Քանասարի ճանապարհը, բայց հանկարծ վարանում եկավ վրաս։ Դեպի որ կողմը գնալ։ Բարձրանալ դեպի Սասուն, թե իջնել Մշո դաշտ։ Դեպի Սասուն գնալու համար ես պետք է բարձրանայի Սիմ լեռան լանջերն ի վեր և նրա գագաթներից մեկով, որ Ճանճիկ էր կոչվում, շրջվեի Շենիկ և Սեմալ գյուղերի վրա։ Մշո դաշտ գնալու համար պետք է շարժվեի Քանասարի լանջերով, ուղղություն վերցնելով դեպի արևելք։ Քանի որ բռնել էի վերջին ճանապարհը, որոշեցի շարունակել այն։ Իմ ետևում մնաց Մուշ քաղաքը իր աղջկանց վարժարանի նորակառույց շենքով։ Այդ շինության վրա մի ժամանակ ես էլ էի աշխատում, օգնելով իմ Հովհաննես հորեղբորը, որ որմնադիր էր այնտեղ։ Քար ու շաղախ էի կրում, որ հայոց աղջիկները կարդան։ Քանասարի վրա մի նշանավոր վայր կար, որ Ծծմակաքիթ էր կոչվում։ Ծծմակը քարքարոտ բազուկներից մեկն էր, որ կտրուկ իջնելով վերջանում էր Մշո դաշտի մեջ, Ալվառինչ գյուղի ետևում։ 3 գյուղ կար Մշո դաշտում, ուր բնակիչները կաթոլիկ էին՝ Հավատորիկ, Բերդակ և Նորշեն։ Ես աննկատելի հասել էի վերջին 2 գյուղի սահմանագլխին և պատրաստվում էի Ալվառինչի մոտով դեպի Ծծմակ բարձրանալ, երբ տեսա 2 մարդ վազում են իմ ետևից։ Մեկը նորշենցի էր, իսկ մյուսը բերդակցի։ Նորշենցին միջակից քիչ ցածր էր, բարակ կեռ բեղերով։ Ձեռքին մի կծիկ պարան կար և մի քանի ցցափայտ։ Նա զայրացած վիճում էր բերդակցու հետ, որը ոչ մի կերպ չէր համաձայնում պարանի ծայրը բռնել։ Նրանք 1-2 տեղով կանգ առան, նորից վիճեցին և համաձայնության չգալով շտապեցին իմ ետևից։ Երևում է դու մշեցի ես և քաղաքից ես գալիս։ Մի եկ,
էս չվանի ծայրը պահիր, սահմանը որոշենք, ասաց Նորշենցին, որին կոչում էին Ֆրանկ Մոսո, և իմ թևից քաշելով պարանի ծայրը զոռով դրեց բռիս մեջ։ Դե հիմա գնա դեպի Բերդակ գյուղի Սալով աղբյուրի կողմը։ Ես չվանը կամաց կարձակեմ քո ետևից, որտեղ կասեմ, կանգնիր, կկանգնես, ասաց Ֆրանկ Մոսոն և իր մոտի ցցափայտերը ինձ տալով հրամայեց, որ առաջանամ։ Վերցրի ցցերը և գլուխս դեպի նրա ցույց տված կողմը ուղղելով, շարժվեցի առաջ, իմ ետևից քարշ տալով պարանը։ «Էդտեղ կանգնիր», գոռաց Ֆրանկ Մոսոն իմ ետևից և դառնալով բերդակցուն, ասաց. «Երկայնքը 60 չվան է, իսկ լենքը եղավ 20 չվան ու կես։ Էլի գնա», հրամայեց Նորշենցին, ու ես, պարանի ծայրը մեջքիս ետև բռնած, ցցերը թևատակիս շարժվեցի առաջ։ «Էդտեղ կանգնիր», էս եղավ 52 չվան ու կես, ազդարարեց Նորշենցին։ «Իսկ հիմա 3 չվան ետ արի ու գնա դեպի Նորշենի կողմը», կարգադրեց Բերդաքսին, պարանի ծայրը Նորշենցու ձեռքից բարկությամբ վերցնելով։ Այս անգամ ես կատարեցի Բերդաքսու հրամանը։ Այդ մարդիկ ինձ այնքան տարան ու բերեցին մերթ դեպի Բերդակի, մերթ դեպի Նորշենի կողմը, որ ես հոգնեցի քարափից քարափ գնալով, մի հանդից մյուսը վազվզելով։ Նորշենցին ու Բերդաքսին նորից սկսեցին տաքացած վիճել։ Բերդաքսին բարկությունից նորշենցիներին անվանում էր գրիրա, կրյա ուտող, իսկ նորշենցին բերդաքսիներին շաղգամ ուտող գավրցի, և քիչ մնաց գործը տուր ու դմփոցի հասներ։ Պատմությունը իմացա։ Այս երկու գյուղերի միջև սահմանային վեճ կար։ Մեկը մյուսի սահմանակարերը հանելով, գիշերով գաղտնի փոխադրում էր մյուսի կողմը, հանած քարերի հետքերը վարպետորեն ջնջելով։ Սահմանային այդ վեճը այնպիսի սուր բնույթ էր ընդունել, որ նույնիսկ կռիվներ էին տեղի ունեցել մեկ-երկու քարափի կամ խանդակի համար։ Մի քանի անգամ պաշտոնական մարդիկ էին եկել կենտրոնից ու չէին կարողացել հաշտություն կայացնել դրանց միջև։ «Չեղավ», ասել էր Բերդաքսին։ «Չեղավ», պնդել էր Նորշենցին։ Եվ ահա այս երկու հարևան գյուղերի ներկայացուցիչները համայնքների կողմից լիազորված իջել էին դաշտ, իրենց գյուղամիջյան սահմանը վերջնականապես ճշտելու։ Եվ որովհետև բերդաքսիները գավառի, այսինքն Սասունի կողմից գաղթած լեռնականներ էին, և իրենց շաղգամի արտերը և խոթարքները չափում էին պարանով, ինչպես իրենց պապերն էին արել, ուստի Բերդաքսին առաջարկել էր սահմանային վեճը լուծել անպայման պարանի օգնությամբ։ Նորից ինձ տարան ու բերին քարափից քարափ, և այնքան վիճեցին, որ իրենք էլ հոգնեցին, ես էլ։ Երբ չվանը տանում էի դեպի Բերդակի հողային տարածությունները, Բերդաքսին էր գոռում Նորշենցու վրա։ Երբ Նորշենի կողմն էի տանում, Նորշենցին էր նեղանում ու խռոված հեռանում։ «Չեղավ», ասում էր Բերդաքսին։ «Չեղավ», պնդում էր Նորշենցին։ Պաշտոնյաներից մեկը արել էր մի այսպիսի առաջարկություն. «Գնացեք ձեր տները, ամեն մեկդ ձեր ուզած ձևով մի ճաշ եփել տվեք, լցրեք հողի ամանների մեջ և նույն ժամին հավասար քայլով ճամփա ընկեք դեպի դաշտ։ Որտեղ ձեր ճաշերը սառեցին, այնտեղ էլ կդրվի ձեր սահմանը»։ Տեսան, որ համաձայնության չեն գալիս։ Որոշեցին հարցը կարգավորել այդ ձևով. ինձ վկա դրեցին վիճելի սահմանի վրա, մոտս թողնելով պարանի կծիկը ու ցցափայտերը, իսկ իրենք գնացին, մեկը դեպի Բերդակ, մյուսը Ֆրանկ Նորշեն։ Ճիշտն ասած, ես էլ դեմ չէի, որ հարցը այդ ձևով լուծվի, որովհետև այդ գյուղերի հանդերը չափչփելով այնպես էի հոգնել ու քաղցել, որ սիրով կուզենայի բաժին ունենալ նրանց եփած ճաշերից։
Ես այդտեղ սպասեցի մինչև եղավ կեսօր։ Մեկ էլ վեր նայեցի։ Տեսնեմ գալիս են։ Բերդաքսին Բերդակի կողմից, Ֆրանկ Նորշենցին Նորշենի։ Գալիս էին հավասար քայլով, ինչպես պայմանավորվել էին, և հանդիսավորությամբ։ Ամեն մեկի ետևից մի քանի մարդ և կին, իբրև վկա, նաև երեխաներ։ Ամանով ճաշերը իրենց կրծքի առաջ երկու ձեռքով պահած։ Հանկարծ Ֆրանկ Մոսոն իրենց սահմանի մեջ շփոթված կանգ առավ։ Նրա եփած ճաշը ձվածեղ էր և սառել էր, չհասած նույնիսկ նախկին սահմանին։ Իսկ Բերդաքսու կինը խորամանկ էր եղել և եփել էր Սամիրով ճաշ։ Սամիրը դեղին կորեկի տեսք ունեցող գավարսն է։ Ծեծում են և նրանից եփում են թանով սամրե ճաշ, որ երկար ժամանակ տաք է մնում։ Բերդաքսին անցավ իրենց գյուղի նախկին սահմանը և հաղթական շարժվեց դեպի Նորշենցու կանգնած տեղը, մի քանի ոտնաչափ խորանալով հարևան գյուղի հողային տարածության մեջ։ Ես ցիցը տարա և ամրացրի Ֆրանկ Մոսոյի կանգնած տեղում։ Այդպես հաջորդաբար ամրացրի նաև մյուս ցցերը, ու սահմանը որոշվեց ժողովրդական հավատքի ուժով, համաձայն պայմանի։ Ձվածեղը Բերդաքսին կերավ, իսկ Սամիրով ճաշը բաժին ընկավ ինձ։ Վայ կաքավ, մոգնած Հովհաննեսի աղջիկ, էս չվանի մեջ ավելի շատ խելք կա, քան քո գլխի, բացականչեց Ֆրանկ Մոսոն իր կնոջ հասցեին, պարանի կծիկը ու մնացած ցցերը իմ ձեռքից առնելով։ Աշխարհը քո սիրուն երեսին նայի՞, թե քո բռնած գործին։ Կնոջ խելքը բնովի է և ոչ թե գնովի, վրա բերեց Բերդաքսին մանրիկ ծիծաղելով։ Թեպետ հողային սահմանը երկու գյուղերի միջև վճռվեց իրենց պայմանավորված ձևով, բայց ես զգացի, որ Ֆրանկ Նորշենցիները դժգոհ մնացին արդյունքից, և նրանցից մեկը նույնիսկ ոտքով աննկատելի զարկեց իմ ձեռքին, երբ ես կռացած վերջին ցիցն էի ամրացնում։ Կողմերը շարժվեցին դեպի իրենց գյուղերը, բերդաքսիները ուրախ տրամադրությամբ, նորշենցիները տխուր։ Ամենից տխուրը Ֆրանկ Մոսոն էր։ Նա քայլում էր գլուխը կախ, կարծես ամաչելով գյուղ մտնել։ Իսկ իմ մտքերը ուրիշ տեղ էին։ Դաշտեցի այդ երկու հողագործների միջև ծագած վեճը ավարտված համարելով, ես վերցրի իմ կապոցը և Բերդակ գյուղի տակով քայլերս ուղղեցի դեպի ծծմակի բարձունքները։ Տերգևանքի գիշերը։ Ծծմակի գագաթի մոտ մի բարձր քարաժայռ կար։ Մագլցեցի վեր ու նստեցի այդ ժայռին։ Կողքիս մի խոր կիրճ էր բացվում, երևում էին վիհեր, անձավներ։ Այդ կիրճը ու վիհերը համարվում էին Մշո դաշտի բուք ու բորանի որջերը։ Այդտեղից էին ամպրոպն ու մրրիկը որոտմունքով խուժում դաշտի վրա։ Ծծմակը հայտնի էր իր կաքավներով, որոնք վաղ արևածագից մինչև ուշ մայրամուտ կվկվում էին ձորերի ու ծերպերի մեջ, իրենց գունագեղ փետուրները ժայռերին թափելով։ Վարժապետ Սենեքերիմը պատմում էր, որ երբ Մշո դաշտի հեթանոս տաճարները կործանվեցին, նրանց քրմերն ու քրմուհիները քարակաքավներ դարձան ու թռան դեպի ապառաժոտ բլուրները։ Նրանց մի մասը թաքնվեց ծծմակա քթի ծերպերի մեջ։ Ահա, նրանք խմբերով բխում են ծծմակի քարուտներից և խախաբալով ու զգույշ պտույտներ գործելով արևի տակ, մայրամուտից առաջ շտապում են թաքնվել իրենց խոռոչներում։ Մի քանիսը ուղղակի իմ ոտքի տակից թռան և ոլորապտույտ գլորվեցին դեպի ձորը։ Ես նայում եմ նրանց, և մի տեսակ սրբազան դող է պատում ինձ։ Մի՞թե իսկապես դրանք այն հին քրմերի ու քրմուհիների վերափոխված մնացորդներն են։ Բարձր քարաժայռին նստած ես երկար նայեցի Մշո դաշտին։
Բայց դաշտի առաջին բնակիչները ըստ ավանդության եղել է Սիմ նահապետի սերունդը, որ ջրհեղեղից հետո բնակություն է հաստատել Մշոտ թիկունքի լեռներին, որոնք նրա անունով այնուհետև կոչվեցին Սիմ։ Սիմ նահապետի կրտսեր որդի Տարբանին բաժին ընկավ այդ լեռների առաջ տարածված հարթությունը։ Այն էլ նրա անունով կոչվեց Տարբանի կամ Տարոնի դաշտ։ Մի ուրիշ բան էլ էր պատմում պարոն Սենեքերիմը։ Ոչ, սխալվեցի։ Այդ պատմողը Մելքոն վարժապետն էր, Ռանչպարների կանչի հեղինակը։ Նա ասում էր, որ Մաշտոցի գրերից առաջ Հայաստանում եղել են քարե հեթանոս մատյաններ։ Երբ թշնամին մտել է Տարոն և սկսել է դրանք ջարդել, նրանց միջի բոլոր գրերը մի ակնթարթում դարձել են մեղուներ, և աղմկալի դուրս փախչելով քարե մատյաններից, պարս են կապել ծծմակի ու ծիրան կատարի ապառաժներին։ Գնացեք դեպի ծծմակի կողմերը, Առաքելոց վանքի ճանապարհին, ուր Արաբոյի քարն է, աչքերը սրբելով ասաց մի անգամ Մելքոն վարժապետը։ Իր մոլեգին սլացքի մեջ անշարժացած մի գագաթ կա թուխ ժայռերով, որ կոչվում է Մեղրի քարեր։ Դա մեղրաճանճեր դարձած մեր հին ու հալածական գրերի հավերժական բնակավայրն է։ Իմաստության փոխարեն նրանք այժմ որցաքարերի խոռոչներից կախված մեղր են շինում մարդկանց համար։ Ծծմակա քթի մեծ ժայռին նստած նայում եմ մեղրի քարերին։ Մեղուները մայրամուտի ցորքերի մեջ վերջին պտույտներն են գործում իրենց քարե փեթակների շուրջ։ Ալվառինչ գյուղը իմ աչքի առաջ է։ Դեպի աջ Տերգևանքն է, իմ մորաքրոջ գյուղը։ Գինեվարդ մորաքույրս խաշած ցորեն է փռել տանիքին։ Սարի կողերով շինականներ են իջնում դեպի գյուղ։ Առաքելոց վանքից են գալիս։ Գնացել են մոմեր վառելու Դավիթ անհախտի գերեզմանին։ Մորաքույրս ինձ մի օր վանքում տեսնելով ասաց. «Դու էլ մի մոմ կպցրու անհախտի խաչքարին»։ Ես ասացի. «Թող տերգևանցիք կպցնեն, իրենց գյուղումն է ծնվել»։ Ինչի՞, դու հայ չես, նեղացավ վրաս գինեվարդ մորաքույրս և մի դեղնամոմ վառելով տվեց ձեռքս, ինձ տանելով դեպի վանքի արևելակողմը և չոքեցնելով մի հին խաչքարի առաջ։ Այնքան հափշտակված էի ծծմակից դեպի մեղրի քարերը և ալվառինչ ու տերգևանք գյուղերը բացվող տեսարանով, որ աննկատելի իջավ երեկոն։ Նախ թանձր մթնեց, ապա երկնքի չորս կողմը առկայծեցին աստղերը, ասես իրարից լույս առնելով։ Գեղեցիկ է գիշերը Մշո դաշտում։ Ահա իմ գլխավերևում կանգնած է Հակոբի ցուպը։ Կաթնագույն հարդագողի եզերքին հետզհետե կամար կապեցին լուցկն ու կշեռքը։ Մեկը Հավատամք լեռան ետևից ելավ, մյուսը Մանասկերտի բերդի։ Լուցկի աստղերը ես հիանալի զանազանում եմ իրարից։ Դրանք 7 սանամոր աստղերն են, մեծ արջը։ 7-ից առաջինը Մաճկալն է, մի զույգ գոմեշ և մի զույգ եզ լծած։ 6-րդը Հոտաղն է, լուցկին նստած։ Իսկ 7-րդը Զատվորն է, որ Մաճկալի և Հոտաղի համար հաց է բերել դաշտ։ Զատվորի կողքին հազիվ նշմարվող մի ուրիշ աստղիկ էլ կա, դա էլ Զատվորի շնիկն է։ Շուտով կերևա բույլքը։ Ուղիղ իմ դիմաց կարմրավուն փայլով շողշողում է մի սիրուն աստղ, որ մի քիչ առաջ Նեմրութի թիկունքից ցատկեց երկինք։ Դու նրան մի շփոթիր լուսաստղի հետ։ Դա քարվան կորուստն է, որով շատերն են մոլորվել ճանապարհներին։ Ցուլի պարանոցի վրա վառվեցին բույլքի աստղերը։ Լուսինն ու լուսաստղը ելան։ Ծծմակի քթին նստած տեսնում եմ, թե ինչպես լուցկն ու կշեռքը, լուսաստղն ու քարվան կորուսը
փայլփլելով դանդաղորեն շարժվում են մշո դաշտի վրայով։ Մի աստղիկ դեմ է առել մեղրի քարերին և շունչը պահած նայում է սիմ լեռան քերծերից իրեն ժպտացող մի ուրիշ աստղի։ Ուշ գիշեր է։ Ինչ-որ մեկը իր արտն է վարում դիմացի լանջին։ Երևի ալվարինջի շինականներից է։ Այնպես պարզ լսվում է գութանի ճռռոցը գիշերային խաղաղության մեջ։ Եզները հոգնած շարժվում են լեռան կողմերով։ Ես տեսնում եմ նրանց կարճ ու կեռ եղջյուրները, որ մերթ ստվերի մեջ են ընկնում և մերթ ուժգին փայլում լուսնի տակ։ Գնացի բռնեցի գութանի մաճը և մինչև լուսադեմ վարեցի։ Բույլքը այնպես պայծառորեն շողում է երկնքում։ Դա այն ժամն է, երբ ուղևորները ասում են իրար. «Վեր կացեք, բույլքը ելել է, ճանապարհ ընկնելու ժամանակն է»։ Բայց ես ուր պիտի երթամ, և ո՞րն է իմ ժամը ճանապարհ ընկնելու։ Երբ վերջին անգամ նայեցի դեպի երկինք, մաճկալը անհետացել էր, իր հետ տանելով զույգ լծկանին, հոտաղին և զատվորին։ Շնիկն էլ չկար։ Կշեռքը և լուսինը էլ չէին երևում։ Մնացել էր միայն լուսաստղը։ Ես ալվարինջի շինականին թողեցի իր կարճ եղջյուրներով եզների հետ և լուսաստղի լույսով շարժվեցի ծծմակն ի վեր։